Անդրադառնալով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված նոր մեղադրանքին ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ մինչև 2026 թվականի ընտրությունները Նիկոլ Փաշինյանը սկսել է շինծ ու գործերով ռեպրեսիաների լուրջ շարք ազգային ընդդիմադիր գործիչների դեմ։ Այսօր ԵՄ-ի հետ զրույցում Շարմազանովը ընդգծել է, որ մեղադրանքի հիմքում դրված է մահացած գործարար Բաղդասարովի տարիներ առաջ սխալ թարգմանության հետևանքով տրված, ապա հերքված ցուցմունքը եւ որի հիման վրա Սերժ Սարգսյանի երկրից մեկն էլ արգելվել է։ Երեք սրբազաններն ինչու են կալանավորված, Սամվել Կարապետյանն ինչու է կալանավորված, ապա Դավիթ Համբարձումյանը, դրանից առաջ Արմեն Աշոտյանը, հիմա էլ Սերժ Սարգսյանի տեղաշարժը սահմանափակելը, ամեն ինչ անում է, որ ռեպրեսիաներով իր ճանապարհը հարթի։ Ալիևը ամիսներ առաջ հրապարակայնորեն ասաց, որ Հայաստանում այսպես ասած ռևանշիստական ուժերը պետք է գլուխ չբարձրացնեն, տեղ չունենան, եւ ասաց, որ եթե Հայաստանի իշխանություններն այդ հարցերը չլուծեն, ինքը կլուծի։ Ալիևի խոսքերն են, եւ հիմա ես կարող եմ ենթադրել, որ այս իշխանությունները կատարում են Ալիևի հրահանգները։ Եկեղեցին Արցախի եւ պետականության մասին միշտ էլ խոսում էր, բայց հարձակումները սկսեցին այն ժամանակ, երբ Ալիևը պահանջները խստացրեց։ Բոլորով ընդամենը 1 տարի առաջ գնացել են Մյուրոն օրհնության եւ Էրմիածնի եկեղեցու վերահոսման։ Այդ Մյուրոնն ով էր օրհնել, Վեհափար Հայրապետը չէր օրհնել, կամ ով էր օծել, Վեհափարը չէր։ Զավեշտալի է, որ իբրև թե օպերատիվ տեղեկություն ունեն, որ Սերժ Սարգսյանը պետք է երկրից փախչի։ Փախնող լիներ կփախներ էլի, թուրքի չի փախել, ձեզնից պետք է փախնի, փախնելն իրենց պարլամենտի գործը չէ։ 2 տարի ինքը չէր, որ փախուստի մեջ էր, Սերժ Սարգսյանն ուր պետք է փախնի։ Մենք գնում ենք խաղաղության օգոստոսի 8-ի համաձայնությունների հիման վրա, ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել լրագրողների հետ զրույցում, ասել է ԿՊԱ-ական պատգամավոր Նարեկ Ահրամանյանը։ Նա նշել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթում այդպիսի դրույթ չի եղել։ Պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, այնպես չի, որ այսինքն մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիները կան, որ ապրել են հայերի հետ սովետական միության տարիներին, խորհրդային միության տարիներին, բայց ես ուզում եմ էլի եմ ասում, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան տուրիստական, այսինքն երբ որ արդեն դե կարող է ինքնաթիռով գան, ես չգիտեմ, կարող է գան բանը Գառնիկ Եղարդը տեսնան, վերադառնան իրենց եկել, որպես տուրիստ, կարող է հայերը նաև գնան, բայց դա վերադարձ որպես այդպեսին չի կարող դիտարկվել։ Այսինքն դուք մտածում եք, որ Ալիևը հիմա խոսում է, որ 50 տարի հետո Ադրբեջանը։ Ես չեմ մեկնաբանելու Ալիևին, ես պետք է մեկնաբանեմ Ալիևի խոսքերը, որոնք էլի եմ ասում։ Դուք տեսել եք միջազգային հարթակներում իր խոսույթը եւ երբ որ ինքը ասենք ինքը Ադրբեջանում կամ չգիտեմ իր տեղական լրագրական պրոպագանդիստական այդ Լսեք, Միջանցքի հետ կապված մենք արդեն մեկնաբանել ենք, բայց օրինակ Մակի ամբիոնից ինքը ասել է, որ պետքա մենք վերադառնանք, չգիտեմ, Սևանա Լիճի այլ բանա Զանգեզուրի Միջանցք ասում են, նախ մենք արդեն ասեցինք, որ Զանգեզուրը Դե Շոյգուն երևի էլի եմ ասում, ինչպես որ Ալիևը նկատի ունի իրանց տարածքով դա մեզ չի վերաբերվում, հասկանում եք։ Այդ իրանց ասած միջանցքը, նախ միջանցք բառի հետ էլի եմ ասում, բազմաթիվ անգամ սա մեկնաբանվել է, մի անգամ էլ մեկնաբանում։ Մեր պաշտոնական փաստաթղթերում Հյուսիս-Հարավը կոչվում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք։ Մեր ընկալումների մեջ, քանի որ մենք ունեցել ենք Լաչինի միջանցք, որը արտատարածքային միջանցք է ենթադրում, մեր համար դա ծանր է այդ խոսույթը, բայց միջազգային խոսույթի մեջ ինքը միջանցք բառը դա արտատարածք, օրինակ Լարսի այդ անցակետն էլա մեր համար միջանցք, օրինակ, չգիտեմ, Վրաստանով դեպի Ռուսաստան, բայց ինքը ոչ մի բան, Վրաստանի ամբողջությամբ իրավազորության ներկայացուցիչ չէ։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ այլ հայ գերիների շինծուգործերով հերթական դատական նիստը շարունակվել է դատախազների մեղադրական ելույթներով։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ երկրի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը դատարանի ուշադրությանն է ներկայացրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերաբերող որոշ փաստաթղթեր։ Դատական քննության ընթացքում ուսումնասիրված իբր ապացույցների հիման վրա պարզվել է, որ մինչև 2023 թվականը Հայաստանի կողմից շարունակված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանը մասնակցել է
1991 թվականից սկսած Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մարտական գործողություններին, նաև ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտումների, հալածանքների, գերիների եւ պատանների վերցման, խոշտանգումների կիրառմամբ, նաև պատերազմի օրենքների եւ սովորույթների խախտումների բազմակի պլանավորմանը, նախապատրաստմանը եւ անցկացմանը։ Գլխավոր դատախազության հանրային մեղադրանքների պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովն էլ ներկայացրել է Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Նացականյանի դեմ առաջադրված մեղադրանքները։ Ըստ նրա ներկայացված ապացույցները հաստատում են, թե իբր Լևոն Նացականյանը մասնակցել է ոչ միայն Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիային, այլև ռեժիմի բանակի ձևավորմանը, այսինքն Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ռազմական ստորաբաժանմանը, հիմք ընդունելով այդ տարածքները երկար տարիներ օկուպացիայի տակ պահելուն։ Դատախազ Ֆուադ Մուսաևը իր հերթին ներկայացրել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին առաջադրված մեղադրանքների մանրամասները։ Մեղադրողի խոսքով դատավորության ընթացքում քննարկված փաստերը հաստատում են, թե Սահակյանը իբր 1988 թվականից սկսած եւ մինչեւ 2023 թվականը տևած պատերազմի ընթացքում մասնակցել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական գործողությունների եւ հանցավոր կազմակերպության կազմում տարբեր գործառույթներ կատարելիս մասնակցել է հանցագործությունների եւ մեղադրական եզրակացության մեջ նշված այլ հանցավոր գործողությունների իրականացմանը։ Այսպես կոչված ապացույցներ են ներկայացվել նաեւ Արցախի պաշտպանական բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մեղադրանքների հետ կապված։ Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին, հայտարարել է միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա իր հոդվածում մասնավորապես գրել է. «Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձեր ժամն է»։ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետն ավարտվում է 26 թվականի հունվարի 31-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 26 թվականի մրցանակի հավակնորդների շարքում եւ հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։ Իրականում ամբողջ աշխարհում ավելի քան 45 հայ կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։ Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակին, նա պետք է ազատ արձակի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին, կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ եւ դուրս բերի իր զորքերը, ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի խոչընդոտում է Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Նոբելյան խաղաղության մրցանակ, հրաժարվելով ազատել հայ գերիներին եւ հերքելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Ալիևի գործողությունները հակասում են Թրամփի ներքաշած եւ պաշտպանած քաղաքականությանը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր, որոնք վերահաստատեցին Ամերիկայի հանձնառությունը պաշտպանելու Հայաստանին ադրբեջանական սպառնալիքներից։ Թեև համաձայնագրում գերիների հարցը բացահայտ կերպով չի հիշատակվել, այնուամենայնիվ Օվալաձև աշխատասենյակում վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Թրամփը հրապարակավ հայտարարեց, որ հանձնառու է ազատ արձակել Բաքվում բանտարկված քրիստոնյաներին։ Նա ավելացրեց, որ եթե ինքը խնդրի նախագահ Ալիևին ազատ արձակել նրանց, Ալիևը չի մերժի։ 2025 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ պետդեպարտամենտը կոնգրեսին ուղղված նամակում հաստատեց, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է խրախուսել երկու կողմերին էլ, որ թույլ տրվի կայուն խաղաղության շրջանակներում իրականացվի էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Միևնույն ժամանակ Ալիևն ինքը հայտարարել է, որ Թրամփը արժանի է մրցանակին եւ կառաջադրի նրան, սակայն Նոբելյան կոմիտեն նույնիսկ չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը չի ազատել հայ պատաններին եւ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, որոնք զոհ են դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից է TRIP-ը, որը կապահովի Զանգեզուրի միջանցքով անարգել անցումը եւ կամրապնդի տարածաշրջանային կապերը, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Խաջիզադեն։ Համարտեղ հռչակագրում ընդգծվում էր տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շրջանակներում Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջավանի ինքնավար հանրապետության միջև անարգել հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը, նշել է նա։ Խաջիզադեի խոսքով համապատասխան տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծի իրականացման, անվտանգության միջոցառումների ապահովման եւ անարգել անցման շուրջ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև եւ դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Զանգեզուրի միջանցքը ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ, սակայն հաշվի առնելով, որ այդ երթուղին կմիավորի Ադրբեջանի երկու շրջանները, մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը հասցվել է եւ ամերիկյան եւ հայկական կողմին։
Վաշինգտոնյան համաձայնագրերի համաձայն սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները երկու երկրների փոխվարչապետների գլխավորությամբ փոխայցելություններ են կատարել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներ։ Նրանք ծանոթացել են տրանսպորտային ուղիներին եւ ենթակառուցվածքներին։ Մենք շահագրգռված ենք այդ միջանցքի շուտափույթ բացմանը։ Միաժամանակ 5 դրվեց կարևոր նախագծի Կարս-Իգդիր Դիլուրջու երթուղով 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցմանը, որը մեծ ռազմավարական արժեք ունի։ Մենք կարծում ենք, որ այս նախագծերը կընդլայնեն տարածաշրջանի լոգիստիկ ներուժը եւ կբարձրացնեն դրա աշխարհառազմավարական նշանակությունը։ Եթե Հայաստանը միջանցքի բացման մասին անհապաղ որոշում չկայացնի, Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը, հայտարարել է Ադրբեջանի խորհրդանի իրավական հարցերի եւ պետականաշինության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հուջրաթ Հասանղուլիևը։ Իշխանամետ արդարություն, իրավունք եւ ժողովրդավարություն կուսակցության նախագահ Հասանղուլիևը պնդել է, որ Զանգեզուրի միջանցքի գրավումից հետո Բաքուն դրա վերահսկողությունը պետք է հանձնի կամ Միացյալ Նահանգներին օգոստոսի 8-ի հայտարարության դրույթների համաձայն կամ Ռուսաստանին 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Նրան մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելը եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ։ Քննչական կոմիտեն մանրամասները հայտնել Քերոբյանի ձերբակալմանն առնչվող գործով, նշելով, որ ՔԿ-ում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-ից 2014 թվականների կատարված կոռուպցիոն դեպք։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու կոնյակի գործանի սեփականատեր ՀՄ-ն ունենալով մտերիմ հարաբերություններ կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատեր ԳԱ-ի հետ Երևան քաղաքում գտնվող 40 հեկտար, 19.3 հեկտար եւ 14.5 հեկտար մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք որպես սեփականություն ՀՄ-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու եւ փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել եւ ղեկավարել են հանցավոր կազմակերպություն։ Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում, ստանալով 10 միլիոն եւ ավելի դոլարի վարկեր, ասված է հաղորդագրության մեջ։